Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի զարգացումները թեժանում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դարձնել իրենց խաղով։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես Ռաֆն ինչպես է պատժվելու իր բոլոր չարագործությունների ու խարդավանքների համար, բայց դեռ վաղ է։ Դավիթն ու Մարիան միասին երջանիկ են, սակայն պետք է վերադառնան տուն, որտեղ նրանց սպասում է փորձություններ, նրանց սերը կրկին ենթարկվելու է փորձությունների, արդյոք նրանք այս անգամ էլ կկարողանան հաղթահարել ու միասին լինել, ցույց կտա ժամանակը։ Դավիթը ձեռքերը ծառ չի նստելու, փորձելու է պաշտպանել Մարիային, սակայն Ռաֆը նա դեռ փորձելու է վնասել Դավիթին ու Աբուլին, բնականաբար նա ծրագրեր է մշակել ինչպես կարելի է Մարիային ցավեցնել միայն այն բանի համար, որ իրեն չի ընտրել։ Այս շրջանում Ռաֆի հայրն էլ տեղում չէ, որպեսզի մի փոքր սաստի որդուն, Ռաֆի ձեռքերը լրիվ ազատած են, սակայն յուրաքանչյուր արարք մի օր անպայման արժանանում է պատժի ու Ռաֆի արարքներն էլ բացառություն չեն։ Բայց մինչ այդ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Ռուբենն էլ Օֆայի կողքին է ամեն ինչով, չնայած նա պետք է իր ընտանիքի մոտ լիներ, Նոննային պաշտպաներ, բայց այս ամենով հանդերձ Նոննան կենտրոնացած է Մարիային երջանիկ տեսնելու վրա։ Նա ամեն ինչ անում է, որ Մարիան երջանիկ լինի, քանի որ Մարիան օգնեց, որպեսզի Աբուլն իրեն ավելի մոտ գա։ Դե ինչ դիտեք, ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են հեռուստասերիալի նկարահանման հրապարակում, չմոռանաք գրել ձեր կարծիքներն ու բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ մենք տեղեկացնենք, որ հեռուստասերիալում շատ շուտով մեծ ու շքեղ հարսանիք է սպասվում։ Իսկ թե ում հարսանիքն է, կիմանաք քիչ անց, եթե միանաք մեզ ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Իսկ այս լուսանկարները հատուկ մեր հեռուստադիտողների համար անսահման սիրով և լարված սերիաներ են սպասվում։ Դիտեք տեսանյութը։ Եղեք, մենք եկել ենք նկարահանման կարուսելներ։ Ու ես վախենում եմ կարուսելներ, սարսափում եմ։ Գլուխս պտտվում է, սիրտս խառնում է, ես չեմ սիրում։ Վախենում ես դերի շուշուկնաս, որ վախդ մարի։ Հա, իսկ գլխապտույտ սրտխառնոց։ Էն արդեն չգիտեմ։ Եկանք նկարահանման։ Ինձ լավ որ մաղթեք։ Բարև բոլորին։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի հատ թեմայից, որը շատ զանգեր եմ ստանում առիթներ վարելու, հարսանիքներ եւ ոչ միայն վարելու համար։ Քանի որ ամեն անգամ հեռախոսով ասում եմ դա, մտածեցի սենց ասեմ, որ ավելի շատ լայն մասա դա տեսնի։ Ես վարում եմ առիթներ, արարողություններ, բայց շատ հաճախ ստիպված եմ լինում մերժել, որովհետև ավանդական, օրինակ հենց ավանդական հայկական հարսանիքը, որը որ անցկացվում է կենացներով եւ այլն, մի փոքր ավելի վեցուտ ուղղվածությամբ, այդ իմը չի։ Ես ունեմ շատ ընկերներ, ովքեր հրաշալի կերպով անցկացնում են այդ առիթները ու միշտ խորհուրդ եմ տալիս նրանց զանգողներին, բայց իմը չի դա։ Բայց փոխարենը, եթե դուք ուզում եք ձեր արարողությունը անցկացվի հետաքրքիր կերպով, ավելի ժամանակակից, ավելի ակտիվ, հավես շոու ֆորմատով, ես միայն ուրախ եմ, ես միայն պատրաստ եմ այդպիսի առիթների մի մասը լինել ու օգնել ձեզ լավ օր ունենալ, ոչ միայն հարսանիքների մասին է խոսքը, նաև բացման արարողություններ, չգիտեմ, կորպորատիվներ, մի խոսքով հետաքրքիր լավ մտքերի դեպքում դիմեք, ես սիրով կհամագործակցեմ ձեզ հետ։ Եթերում եղանակի տեսությունն է, վարում է Թամ Սահակյան, Armenia TV եւ ATV-ի տարածքից։ Արևին խնդրում եմ չխաբնվել, որովհետև դրսում ուղղակի սարսափելի ցուրտ է։ Ես երկարաթևով եմ, բայց այնքան ուժեղ սառույց է, այնքան ուժեղ քամի է, կարծես սառը ջուր շփեն վրադ։
Ama ընկած Արարատը մանկուկան չեմ գիտեմ։ Դուքի Արարատը գիտես որտե՞ղ։ Ահա, անգած բանասեն, ասեմ, օպցիոնալսես դուսակա։ Այո, Արարատը չեմ գիտեր որտե՞ղ։ Անհարմար հարցերը անպայման լինելու են, որովհետև դուք բոլորդ շատ սիրում եք դա ու սպասում եք, բայց ուղղակի հաշվի առնելով իմ աշխատանքային գրաֆիկը շատ բարդ է լինում կազմակերպվելը ու դա ստանալը։ Նաև կլինեմ անկեղծ, վերջին շրջանում հյուրերի հետ կապված շատ երկար եմ մտածում, որովհետև չեմ գտնում հարմար հյուրեր։ Այնպես որ կարող առաջարկեք հասկանեմ թե ում հյուրընկալ ենք անհարմար հարցերում, բայց շուտով կլինեն անպայման։ Երևի հիմա ճիշտ են կլիներ, որ պիտի ասեի ես իմ խաղացած բոլոր սերիալները եւ կերպարները սիրում եմ։ Դրա մեջ ինչ-որ ճշմարտություն կա, բայց չէ։ Կան կերպարներ, որոնց հետ մասամբ համաձայն եմ, մասամբ չէ, մասամբ սիրում եմ, մասամբ չէ եւ այլն, բայց կառանձնացնեմ Սիմոնը, որովհետեւ Սիմոնը իմ համար համ նորություններ, համ հետաքրքիր էր, համ կերպարը շատ տարբերվում էր իմ խաղացած վերջին կերպարներից, դրա համար այդ կառանձնացնեմ, այդ շատ եմ սիրում։ Այս հարցի երկրորդ պատասխանն եմ նկարում, որովհետև առաջինից հետո բոլոր ընկերներս գրում են, որ լկտի սուպեր։ Չէ, իրականում դժգոհ եմ։ Շատ դժգոհ եմ աշխատած։ Նայեք, մեր մասնակցությունը իրականում շատ թերագնահատված է, տեղ-տեղ շատ ենք ստանում, տեղ-տեղ քիչ, բայց հիմնականում շատ քիչ ենք ստանում, մանավանդ թատրոնի դերասաններին է վերաբերվում, դա շատ թերագնահատված մասնագիտություն է ու պետք է վերանայել բնականաբար։ Սենց մի հատ խոսք կա, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, ասում են կամ սենյակի տերը պետք է իդեալական վիճակում լինի, կամ էլ սենյակը։ Այսօր ես ոչ իդեալական վիճակում եմ գտնվում, որովհետև իմ սենյակը գտնվում է իդեալական վիճակում։ Բայց ամեն դեպքում իմ հոգին հանգիստ է, ես ուրախ եմ, որովհետև ես ինձ շատ լավ եմ զգում, որ իմ սենյակը սենց լավ իդեալական վիճակում է գտնվում։ Հետևաբար հաջորդը իմ տեսքն է, ու այս սենյակը հելի առաջվա տեսքին է վերադառնալու։ Այ